նախագահը, բացի այն, որ պաշտոնական հաղորդագրություններում եղել է։ Ես կարող եմ մեր գնահատականը հնչեցնել, նշեմ, որ ՆԱՏՕ-ի դարաշրջանի մասնակցությունը անչափ կարևոր է եւ կարծում եմ արտարացված է մի քանի տեսանկյունից։ Նախ պետք է նշեմ, որ մինչև այդ հանդիպումը Բաքվում տեղի ունեցել է Էրդողան Ալիև հանդիպումը, որտեղ Էրդողանը պատրաստակամություն են հայտնել ՆԱՏՕ-ին բարձրացնել ադրբեջանական խնդիրները։ Եվ ինչպես հիշում եք, Էրդողանը հենց Բաքվում խոսեց նույն ռետորաբանությամբ, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչև չլուծվի, այդ ուղղական սահմանը չի բացվում։ Դուք տեսաք, որ իմ գործում պարոն նախագահը հանդես եկավ ելույթով եւ հստակ մատնանշեց, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չպետք է փոխվի, խնդրի խաղակարգավորումը այդքան չունի եւ հռչակագրում մենք ունենք երկու տարբերակ։ Տարբերակ համար 1 դա ընդդիմություն, որ կիրառենք եւ գործածենք Մինսկի խմբի համանախագահության բառապաշարը եւ բառամետքը եւ այն մասնագիտական բառապաշարը, որը կա, եւ երկրորդը տուր տանք ադրբեջանական բռնապետին, խոսքը Ալիևի մասին է, որին հովանավորում է եւ լոբիստական գործողություններ է վարում Թուրքիան։ Այսինքն այստեղի կարևորային է, որ այդ ամբիոնից Հայաստանի Հանրապետության նախագահը ադրբեջանական պետությունը որակել որպես բռնակալական իսկ դարձի բռնապետ։ Ոչ թե Ադրբեջանի ղեկավարի նման, որը սովորաբար խոսում է Բաքվում եւ ոչ մեր ներկայությամբ, ոչ միջազգային հանրության ներկայությամբ, այլ բոլոր մասնակից երկրների ներկայությամբ Ադրբեջանի պետությունը ներկայացվել որպես բռնատիրական։ Եվ երկրորդը Թուրքիան ներկայացվեց որպես Ադրբեջանի շահերի պաշտպան։ Ինչպես գիտեք, Թուրքիան ցանկանում է եւ Ադրբեջանը ցանկանում է ձևափոխել եւ բաղուց են եղել նման գնահատականները եւ ելույթները ձևափոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։ Եվ Քերի Սարգսյան Ալիև հանդիպումը ապացուցեց եւ արձանագրեց մի շարք կարևոր փաստեր։ Հաստ համար 1 խաղաղ կարգավորումը միակ ճանապարհն է եւ ցանկացած ռազմակալություն անթույլատրելի է։ Սա մեսիջ է եւ ուղիղ մեսիջ է թե բռնատիրական Ադրբեջանի եւ թե նրա հովանավոր Թուրքիայի։ Հաստ համար 2 Մինսկի խմբի ձևաչափը փոփոխության ենթակա չէ եւ ցանկացած իրավիճակի սրում անթույլատրելի է։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, հաշվի առնելով թե Թուրքիայի նախագահի, թե Ադրբեջանի նախագահի եւ թե նրանց պետության վերնախավի հայտարարությունները կարելի է եզրակացնել եւ փաստ է պետք է եզրակացնել, որ սա հստակ մեսիջ է ուղղված Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Եվ իմի վերելով խոսքս պետք է նշեմ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը չիրականացել։ Ես այն կարծիքին չեմ, որ ինքնուրույն ընդունված վարչակարգը մենք գոհ ենք, կամ պետք է գոհ լինենք, որովհետեւ այնտեղ կան վարչակարգում կան կետեր, կան հայտարարություններ, որոնք բնականաբար չեն բխում հայկական կողմերի շահերից եւ առհասարակ իրականության որևէ կապ չունեն։ Բայց եթե համեմատենք նախորդ վարչակարգերի հետ, ապա այնտեղ բացակայում է իսկ Լեռնային Ղարաբաղ հակամարտություն տերմինը, այնտեղ հղում է արևմտյան կամարության եւ Հեսինկյան եզրափակիչ ակտին, ինչպես նաեւ, որը շատ են կարևորում, հռչակագրում եւս նշվում է խնդրի խաղաղ կարգավորման եւ ձևաչափի, այն է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը։ Այսինքն կարող եմ ասել, որ ադրբեջանական գովերնանսը հայերեն գործարքը չիրականացավ եւ նրանց ցանկությունը փոխել ձևաչափը, ճնշում գործադրել խաղաղբանակցությունների վրա, շարունակել ռազմական չռետորաբանությունը, այլընտրանքային տարբերակ պահել որպես ռազմականություն, մենք տեսանք, որ թե պետքարտուղարքերին դրա մասին խոսեց, թե ավելին դրանից առաջ նախագահներ Հոլանդի եւ Ֆրանսիայի հանդիպման ժամանակ խաղաղ բանակցությունները եւ Մինսկի խմբի ձևաչափի պահպանումը կարևորեց մեկ այլ համանախագահ երկրի նախագահ պարոն Հոլանդը, Ֆրանսիայի նախագահը, եւ նաեւ մենք տեսանք, որ հռչակագրում եւս այդ կետերը համագրված են։